թող Աստծո սերն ու շնորհը լինի բոլորիս հետ, թող Քրիստոս մեզ հնարավորություն իմաստություն տա, ներենք մեր նմաններին, ապրենք Աստծո, աղոթքով Աստծո ներկայությունը զգանք, շնորհով լսնի, որ մենակ օրհնություն։ Այսօր ավագ ուրբաթ է, քրիստոնեական ամենախորհրդավոր եւ հուզիչ օրերից մեկը։ Նինոձմինդայի Սուրբ Սարգիս եկեղեցում կատարվեց Հիսուս Քրիստոսի խաչելիության եւ թաղման կարգը։ Հավատացյալները հավաքվել էին եկեղեցում մասնակցելու այս կարևոր արարողությանը, որը խորհրդանշում է Տիրոջ չարչարանքները, խաչելիությունն ու մահը։ Արարողության ընթացքում Քրիստոսի խորհրդանշական գերեզմանին բերվեցին ծաղիկներ, որպես հարգանքի եւ սիրո նշան։ Ավագ ուրբաթօրն է, Քրիստոսի խաչելիության եւ թաղման կարգը կատարվեց։ Մեր եկեղեցու հավատացյալները ծաղիկները բերեցին, Քրիստոսի գերեզմանը պատրաստեցինք եւ կարգը կատարեցինք, թաղման թափորը արեցինք եւ այն աղոթք առ Աստված, քանի որ մեզ համար ավագ ուրբաթ Քրիստոսի չարչարանքներով, խաչելիության, մահվան եւ թաղման կարգը կատարելիս միշտ մեր աչքերի առաջ պիտի ունենանք, թե Քրիստոս ինչ արեց մեզ համար եւ մենք ինչ ենք անում։ Արդյոք մենք նրա հարթած ճանապարհով ենք քայլում, թե ամեն մեկս մեր ընտրած ճանապարհով։ Յուրաքանչյուր հավատքով մարդ իր կյանքում պիտի ունենա Քրիստոսը։ Հավություն գտնի Քրիստոսով, ապրի Քրիստոսով, քայլի, որպեսզի կարողանա Քրիստոսի հարության տոնի հետ ինքն էլ հարություն առնի։ Այս ապաշխարության շրջանը 48 օր ինչ էր մեզ տալիս էր այն, որ մենք շտկվենք, փոխվենք, ապրենք Քրիստոսով, տեսնենք նրա անցած ճանապարհը, փնտրենք նրան եւ կարդանք Սուրբ Գիրքը, հայրերի խրատները, որ կարողանանք փոխել, խաղաղությամբ ապրել Քրիստոսով, որ զարգական տոնին է կատարյալ նշենք ուրախությամբ, որ մենք մեր մեղքերին կարողացանք հաղթահարել, մեղքերին հաղթել Քրիստոսին, որովհետև այս աշխարհին հաղթեց Քրիստոս իր հարությամբ։ Մենք էլ կարողանանք արժանի դառնալ վեր կանգնելու, մեր մեղքերից վեր կանգնելու, Քրիստոսով ապրելու։ Կատարվեց նաև թաղման թափորը, որի ընթացքում հավատացյալները աղոթքով ու խոնարհությամբ ուղեկցեցին Քրիստոսի թաղման խորհրդանիշը։ Ավագ ուրբաթը մեզ համար հիշեցնում է Քրիստոսի մեծ զոհաբերության մասին։ Այդ օրը յուրաքանչյուր հավատացյալ պետք է մտովի վերապրի Տիրոջ կրած տառապանքները եւ գիտակցի, թե ինչ մեծ սիրով նա զոհվեց մարդկության փրկության համար։